Բարեցես, սիրելիներ, այսօր ինձ հետ է շատ վճռական բահոն, երկարամյա դիվանագետ եւ գրնամ ասել վերջին 30 տարվա ամենաբարձր տեմպերատուրան դիվանագետ, սակայն բարոն Բաբյանին շատ ավելի կարևոր հատկությունն է մեկը, որ մի քիչ վերջի պիտի վերադառնամ, որ պատմապան է, որովհետեւ մենք պատմապաններու գարիկը շատ ունենք, մի քիչ հետ կպիտի վերադառնանք այնտեղ, սակայն հիմա սկսելով բարոն Բաբյան ժամանակը շատները եւ վճռական ըստ երևույթին Փաշինյանիզմը արդեն անցած է շատ ավելի բացահայտ չի տակցներ իր ծրագիրները, այսինքն մարդիկ որ քաղաքականապես քիչ մի հետևող են իմ նման որ հասկանան գվելուժեն ինչ կսե, կարծես թե հասած այն հանգրվանի որ այլևս բացահայտ կսե, որովհետեւ չսի որ ինչու չսիր բիդեսե որ ասի եւ շատ ավելի համարցակ եւ հանդուկ ընկերվող այս վտանգավոր ծրագիրները մեզի արդեն բացահայտորեն խոստանում որ այո այդպես է ինչ կուզես մեր դիվանագետը Բարև ձեզ նախ։ Բարև ձեզ, այո դուք ճիշտ եք, Փաշինյանը եւ իր թիմը սկսել են ավելի բացահայտորեն խոսել իրենց դավաճանական վարքագծի մասին։ Առաջինը կարծում եմ այն է, որ իրենք մինչ այս խոսած դավաճանական հանցակազմ պարունակող հայտարարությունների եւ գործողությունների համար չեն պատժվել, դրա համար դա իրենց ավելի համարձակություն է տալիս, մյուսը այն է, որպեսզի եթե վերընտրվեն, ապա ասեն դե գիտեք, մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, մենք դրա մասին խոսել ենք, դա ժողովրդի ընտրությունն է, մենք չենք թաքցրել։ Ցավոք սրտի կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անգամ իրենց ականջներին չեն լսում եւ իրենց տեսածին չեն հավատում։ Ես ստիպված մի քանի հաղորդում կազմակերպեցի Նոյան Տապանով իմ հաղորդաշարով միջազգային հարաբերությունների եւ միջազգային իրավունք, այդտեղ պատկերները ցույց տալով փաստաթղթերի, ելույթների, որտեղ հստակ գրված է եւ 300,000 այսպես կոչված ադրբեջանցի գաղթականների վերադարձի մասին եւ 150 միլիարդ ադրբեջանի կորուստների մասին, որ Հայաստանը պիտի փոխհատուցի եւ իմ այս հղած փաստաթղթերը սրանք լրագրողական նյութեր չէին, այսինքն ես հրապարակել եմ մակում պաշտոնական ելույթներ իրենց ներկայացուցիչների կամ Ալիևի տարբեր պաշտոնական ճառերից հատվածներ ամբողջը, բայց գիտեք, մարդիկ չեն հավատում, կարծում եմ երկու պատճառով։ Առաջինը այն է, որ ամեն պարագային իմ լսարանը շատ ավելի փոքր է, որովհետև ինձ հնարավորություն չեն տալիս այսպես կոչված հանրային, որը դարձել է ըստ էության իշխանական հեռուստատեսությամբ այդ նույն բաներն ասել, ընդհակառակը ամեն ինչ աշխատում են փակ պահել, հետևաբար ենթադրենք, եթե ինձ լսում է 5-10 հազար մարդ եւ այդ իմ փաստերը տեսնում ավելի քիչ է, որտեվ դրանով դու պիտի հետաքրքրվես որ ուզենաս տեսնես, ապա իրեն գիշեր ու զոր մեր փողերով պահվող հանրային հեռուստատեսությամբ եւ մի շարք այլ հեռուստաալիքներով, որոնց իրենց սեփականությունն են կամ իրենց օլիգարխների սեփականությունը 100,000-ների, անգամ ես կասեի 100,000-ավորների մեծաթիվ այդ կեղծիքն ու սուտն են սփռում եւ ոչ միայն բուն իշխանության, ասենք ԿՊ-ի ներկայացուցիչները, այլ նաեւ նրանց հովանու տակ գործող այսպես կոչված որոշ կեղծ ընդդիմադիրներ կամ կեղծ արևմտամետներ եւ այլն։ Հետևաբար սա շատ նենք քաղաքականություն է, կրկնում եմ բուն նպատակն է, որպեսզի վաղը իրենց քայլերը հիմնավորեն ժողովրդի իմացությամբ եւ լուր համաձայնությամբ եւ քվեներով։ Դրա համար առիթից օգտվելով ես մի անգամ եւս կոչ եմ անում ժողովրդին ձայն չտալ, քվե չտալ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ձեզ խափում է խաղաղության պատրանքով, բայց այդ խաղաղությունը ավելի վատ է լինելու, քան պատերազմով կորուստները, որտեվ մեծ հարցով ինչ տարբերություն Ադրբեջանը զորքով էր գալու նվաճեր եւ վերաբնակեցներ կամ բնակեցներ Հայաստանի տարածքը իր ներկայացուցիչներով, թե Նիկոլ Փաշինյանը կամավոր է համաձայնվելու եւ բերելու է։ Եվ արդեն խոսում են անկլավների ճակերտավոր իհարկե վերադարձի մասին, խոսում են կամ չճշգրտված լուր, կարծում եմ առաջիկայում կճշտվի, որ ներքին գործերի նախարարությունը արդեն հանձնարարություն է ստացել ճշգրտելու եւ պատրաստել Հայաստանում մինչեւ 1989 թվականը ապրած ադրբեջանցիների ցանկը արխիվներից անել, որտեղ գիտեք սովետական միության ժամանակ գրանցում հասկացությունը գոյություն ուներ, որտեղ որ ապրում էր համապատասխան գրանցում եւ այդ թղթերը հիմքեր ունեն արխիվներում այդ ամբողջը պատրաստել։ Եթե դա ճիշտ է, սա ուրեմն նշանակում է մենք թևակողում ենք արդեն վերջնա
հատված այս նենք ծրագրի եւ եթե ժողովուրդ չեք ուզում որ իրականություն դառնա, որտեվ դա եղբայրական համատեղ կեցություն չի լինելու, դա լինելու է թշնամական վերաբերմունք եւ դիտավորյալ անգամ 5-10 հազար ադրբեջանցի եթե կան Հայաստան ապրելու, ապա իրենք ապակայունացնելու են վիճակը, որի հետևանքով նախ պարտադրելու են տեղական ադրբեջանական ոստիկանական ուժերի ստեղծում, ապա էլի են ընդհանուր կազմակերպելու, ինչպես օրինակ Արցախում արեցին հարձակումից առաջ հիշում եք, ռումբ դրեցին 4 ադրբեջանցի պայթեցրեցին եւ ասեցին, տեսեք, Ադրբեջանի հայերը տերորիստներ են, մեր դեմ տերոր են անում, պատրվակ եղավ, հարձակում գործեցին։ Նույնը արվելու է այս տարածքում, որտեղ ամենակարևորը այն մթնոլորտն է, այն հայտարարություններն են, ինչ որ անում է Ադրբեջանի ժողովուրդը եւ բոլոր խավերը վերևից մինչև ներքև։ Հետևաբար ամենազորավոր թուղթը, ամենամեծ պարտավորություններն անգամ իջիկ կդառնա, եթե ժողովրդի նպատակն է քեզ ոչնչացնելը, մասնավորապես իրենք ուզում են հայկական պետականությունը ոչնչացնել։ Այո։ Բնականաբար, բարոն Բաբյան, ես համոզված եմ, որ ազգային ժողովրդական բևերը ամենամոտ պիտի գործե, այսինքն ինչքան որ գետևիմ ժողովրդին դրամատուրգիան եւ իսկական բոլորում, նշեմ, որ արավոտը ոչ մեկը չի կասկածիր, որ չեզոք գայք է, չեզոք լրադվաղան հաստատություն է, որովհետեւ ամենուն գարձիկ կու դա, եթե այդպես չլար արավոտը ինձի չեր դեղ չեր դարատ կարներ ես կկրեմ, այսինքն ողջունեմ Ռուզա Մենոսյանը արավոտեն բարոն Աբրահամյանը, որ արավոտը ինձի արդոնած է, որ արդահայտեմ։ Ես համոզված եմ, որ ազգային ժողովրդական բևերը մի քանի երասարդ մի դիպմուտ գործ է, ասված դա ազգային ժողով։ Ինչքանով եթե իսկապես ազգային ժողով մտնե, բևերը այդպիսի գաղափարները կարողանում է ավելի լսելի դարձնել, որտեղ այսօրվա վերջին ազգային ժողովը խայդարակ միջակ էր։ Ադի ազգային ժողովից նման չէր։ Կարոշչական գուսակցական մի հիմնարկեր, որ մարդիկ ամեն մեկ երկուսակցությունն կարոզը կդաներ, թուն այսպես էր Չեր ուրանալ, գսե որ թուն այսպես էր։ Սակայն բևերը ունի ձեռակիրներ։ Եթե ազգային ժողովրդական բևերը ասված դա եւ այս գիրագի օր հասնի ազգային ժողով, ինչքան մենք պիտի օպտիմին կատրանավորդնենք, որ այս խաղապարներն ավելի ուժեղ կարողանա pedagogan մագարտագիր ավելի սեյ դարձնել։ Խնդրեմ հրամեցեք։ Ես ուզում եմ ասել, որ մեր ցուցանիշները միշտ ավելի բարձր են եղել եւ չեզոք, ասենք հետազոտությունները, քան մենք ի վերջո ստացել ենք։ Ինչու՞։ Որտեղ ինչպես Ստալինն էր ասում, կարևոր չէ ով եւ ինչպես է քվեարկում, կարևորն այն է ով եւ ինչպես է հաշվարկում։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որ ընտրատեղամասում մեր ձայները կեղծվել են եւ մենք դա կարողացել ենք բացահայտել, որովհետեւ ասենք 0 ձայն ա գրվել, իսկ մարդիկ եկել են եւ ասել են ոնց։ Մեր ընտանիքը 4 հոգի, 6 հոգի, 8 հոգի արդեն քվեարկել ենք բևեռի օգտին կամ դրանց առաջ Սասնա ծռերի։ Բայց դու չես կարողանում ամբողջությամբ վերահսկել այդ 2000-ից ավել ընտրատեղամասերը, հատկապես ժամանակահատվածում։ Բայց այս անգամ այս ընտրություններին մենք ունենք իսկապես հնարավորություն վերահսկելու, համատեղ ուժերով վերահսկելու ընտրատեղամասերում, գոնե ընտրատեղամասերում, որ կեղծիքներ չլինեն կամ շատ չլինեն։ Ինչու եմ ասում համատեղ ուժերով, որովհետև ընդհանրապես միշտ բուն կեղծարարը եղել է իշխանությունը եւ այդպեսին է եւ էլի իշխանությունն է կեղծելու եւ ընդդիմությունը երբեք չի ունեցել բավարար միջոցներ 6000-ից ավել դիտորդներ ապետ կամ ներկայացուցիչներ ընտրատեղամասերում այդ 2000-ից ավել որպիսի գոնե առերես վերահսկի որտեղ նաև խախտումներ են տեղի ունենում, երբ որ արդեն լրացված թերթիկները փոխանցվում են ընտրական տեղամասից դեպի մարզային այդ որտեղ հավաքվում է հետո ասма կենտրոնական, պարզվում այդ ընթացքում շատ բաներ փոխվում է, թերթիկներ կեղծվում են եւ այլն։ Իսկ հիմա ստեղծվել է մի վիճակ, որ ընդդիմության մեջ կան ուժեր, մասնավորապես ուժեղ Հայաստանը, որ ունի բավարար ֆինանսական միջոցներ, օրինական կարգով ունենալու ընտրատեղամասում իր ներկայացուցիչները։ Բնականաբար մենք էլ ունենք մի քանի հարյուրը, բայց մերը կամավորներ են։ Այո։ Դու կամավորներով հազարներ չես կարող հավաքել, շատ դժվար է մարդուն, որը պիտի գնա 12 ժամ, այնել, գիտեք, հաճախ հեռավոր գյուղեր, հեռավոր տեղեր եւ 12 ժամ այդտեղ մնա կամ գոնե օրվա երկրորդ կես, եթե չասենք ամենասկզբից, թե եթե ամենասկզբից չգնա, այդ ժամանակ էլ կկեղծվի եւ այլն։ Եվ բավականին տեղեկություններ ենք ստանում
թե ինչպես են ճնշում ժողովրդին։ Ցավը գիտեք այն է, մարդը գալիս է պատմում է շատ հավաստի, շատ տվյալներով ոնց են իր աղջկա եւ մյուսը ճնշում գործադրել, բայց որ ասում ես, որ դե լավ դու պատրաստ ես այս նույն բանը ասես տեսախցիկի առաջ կամ գրավոր վկայություն տար, իսկույն վախենում է, չէ, դե ասում է աղջկաս լիցենզիայից կզրկեն, տղուս բուժօգնություն չեն տա, մյուսը այդ վախի մթնոլորտը ամենաուժեղն է։ Հետևաբար, այնուհանդերձ, այո, մենք կարծում ենք, որ ազգային ժողովրդական բևեռը իրատեսորեն գնահատելով, մենք շատ նորաթող կուսակցությունների նման չենք ասում, մենք մեր մեջ հարցում արեցինք եւ երկրորդ տեղը ընկանք, այսինքն եւ այլն։ Դուք եք վկայակոչում առավոտին, որը որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել կամ առավոտին չի կարող մեղադրել, որ նա հոգուտ բևեռի կեղծել է։ Թեև նորից եմ կրկնում, նման հարցումները խիստ վերապահությամբ պիտի մոտենաս, որտեղ տեսեք ով է կարդում առավոտը։ Պարզ ասած խելքը գլխին մարդիկ։ Այո, խելքը գլխին մարդիկ բևեռին քվե տալու են, որտեղ իրեն գիտեն ինչա բևեռը եւ ինչա արել։ Բայց եկեք ազնվորեն նայենք մեր հասարակության, ինչպես ցանկացած այլ հասարակության, որտեղ միշտ էլ խելքը գլխին մարդիկ ավելի քիչ են, քան անխելք մարդիկ։ Անխելք մարդիկ էլ շատ հեշտ խապվվում են։ Իսկապես տիկիներն ասում են մենք Նիկոլ Փաշինյանին պիտի տանք մեր քվեն, որտեղ Նիկոլ Փաշինյանը մեր նման պերաշկի է ուտում։ Եթե այդ կնոջ համար ընտրությունը պերաշկի ուտելու մակարդակի է եւ լիքն են նմանները։ Լիքն են նրա համար եւ պատահական չի որ Նիկոլ Փաշինյանը խաղում է այդ դերը մեկն եմ ես ձեզանից, այսինքն կամ ասենք ասում են ես ինչի պիտի իմ քվեն տամ բանին բևեռին, բևեռն ինչ է ինձ տվել որ ես իրան տամ, եթե ինք ասեր բևեռն ինչա արել ժողովրդի համար, ես կասեի մարդը իր վերա, բայց ինչա ինձ տվել, եթե ընտրությունը ընկալվում է որպես առևտուր, ես քեզ ինչ որ մի բան տամ, դու ինձ ու ասում դե նայ, դե բանը Նիկոլի հաշվին ես գնացի վիրահատություն արեցի։ Եղբայր ինչ Նիկոլի հաշվին, էդի հարկատուների հաշվին եւ մեր հաշվին վարկ վերցրած, այսինքն պարտք վերցրած փողերն է, որ Նիկոլ իր գրպանից չի վճարել կամ եք, հետո մենք սերունդներով դեռ այդ պարկերը պետք է փակենք, դեռ լա հայտնի չի հաջորդ կառավարությունը ոնց է դուրս գալու, կարծեմ 70 միլիարդ դրամ է հատկացվել այս բաների համար, բժշկական նոր ծառայությունների համար, այսինքն Նիկոլ Փաշինյանը օգտագործում է հասարակական փողերը հենց նույն հասարակության մեջ կուսակցական շահ առաջ մղելու համար։ Այո, երբ որ մենք լինենք թեկուզ եւ փոքր խմբով, մենք հնարավորություն կունենանք առաջինը հնչեցնելու այդ ամբիոնից, որը կարևոր ամբիոն է, մեր գաղափարները, մեր առաջարկները, մեր հնադատությունը հիմնավորված, որը շատ-շատ կարևոր է։ Մեզ այլևս չեն կարողանա պահել ինֆորմացիոն բլոկադայի մեջ, ինչ որ տարիներ շարունակ արել են։ Ուզած չուզած դա պիտի լուսաբան է։ Դա հնարավորություն կտա արդեն այլ կարգավիճակով շփումների մեջ մտնելու օտար երկրների ներկայացուցիչների հետ, գիտեք, մենք լոբիզմով ենք զբաղվում, այսինքն գնում ենք տարբեր երկրներ, հանդիպում ենք, իսկ մենք կուսակցություն պետություն հարաբերությունների մեջ է մտնում հաճախ եւ բավականին արդյունավետ։ Ինչպես նաեւ մենք զբաղվում ենք կուսակցություն հարաբերությունով, մասնավորապես դրա մասին մենք խոսել ենք, այսինքն International Democracy Union կոչեցած կազմակերպության, որտեղ աճ կենտրոնամետ ուժերն են եւ միակն ենք, որ այնտեղ հրավիրվում ենք, մասնակցում ենք եւ այնտեղ ասենք նույն ամերիկյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, Քրիստոնյա դեմոկրատական միություն կուսակցությունն է Գերմանիայից, կարևորագույն կուսակցություններ, որոնց հետ մենք հանդիպում եւ շփվում ենք եւ ասեմ այդ բոլորի ժամանակ մենք մեր պետության, սա ուզում եմ շեշտել, եւ մեր ազգային շահերն ենք առաջ մղում։ Երբ որ մենք Զագրեբում հարց ենք բարձրացնում Արցախում հայկական հուշարձանների ավիրման մասին, մասնավորապես այդ օրերն էր, երբ որ Մայր տաճարը ավիրվեց, մենք դա անում ենք, այդտեղ մենք կուսակցական շահ չունենք, բայց մենք ունենք ազգային շահ, բայց դրա փոխարեն ընդհակառակը նիկոլականներն ասում են դե դա նա հուշարձան չի, նոր է կառուցվել, ինչ կապ ունի նոր է կառուցվել, թե հին է կառուցվել, մշակութային եւ հատկապես հավատի տները գտնվում են միջազգային իրավունքի պահպանության ներքո, անգամ պատերազմի ժամանակ, անգամ եթե թշնամին թաքնվելն է, ասենք եկեղեցիում, սինագոգում, մզկիթում, քեզ արգելվում է
ուղղակի հրետանային կրակ բացել եւ ավիրել անգամ թշնամուտ ավիրելու նպատակով։ Իսկ այստեղ բացահայտ է, չէ՞ որ որևէ ռազմական անհրաժեշտություն չի եղել, այլ եղել է հայկական հետքը ոչնչացնելու, վերացնելու եւ սա ցավոք սրտի գիտեք, որ ոչ առաջին, ոչ վերջին եկեղեցին է կամ հուշարձանը։ Հիմա տեսեք նույն հայրենական պատերազմի մասնակիցների շրջաններն են ավիրվում։ Ինչպես օրինակ 90-ականներին, ասենք, ավիրվում էին այն հայկական գյուղերը, որ գրավեցին Դաշտային Ղարաբաղում, չէ, ասենք նույն Չարդախլում սովետական միության մարշալների բաներ էին, կամ զինվորականների կիսանդիլներ ու արձաններն էին ավիրում։ Եվ գիտեք ինչու են իրանք կարողանում, որտեղ ոչ այն ժամանակ սովետական միությունը չդատապարտեց կամ Ռուսաստանը մատ թափտար, որ ասել ինչ եք անում, իմ բանակի մարշալի կիսանդրին ինչի եք ավիրում, ոչ ներկա օրերին ասենք տարբեր երկրներ, բայց այդ տարբեր երկրները այսօր ունեն պատրվակ լուր մնալու, որտեղ ասում են նախ մենք տեղեկացված չենք, երկրորդը ձեր իշխանություններն են պնդում, որ այս սա երկրորդական է, որտեղ սա կսրի հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ կկաթարի բանակցային գործընթացը։ Ոչ մի բանակցային գործընթաց չկա, ոչ մի խաղաղության գործընթաց չկա։ Պարզապես կա մեկ կողմի Ադրբեջանի հարաճուն պահանջներ մեր նկատմամբ եւ մյուս կողմից այդ բոլոր պահանջների սկզբից մի քիչ չեմուչումով չեն կանի անընդունելի է վերջում հերթով անելով գնում են։ Այո։ Ոյակա, բարոն Բաբյան, ես այն գարտիկներն եմ, որ 100% միանշանակ որ ասված չնե որ Նիկոլ Փաշինյանը ընդրվի երկու արդի չի գնալ որևէ առարիական, սակայն ես չեմ հավատալ որ եթե ասված չնեն բադայի այդ փորձանքը Հայաստանի pedagogical ավարտն է, որտեղ դակումին հանգրվաններ կան, նամանավանդ կա սա մատուցան մասին կվեն, որ այդտեղը շատ ավելի դժվար է իշխանության մեծամասնություն կազմելը։ Եվ ես վստահ եմ, որ ազգային ժողովրդական բևերը շատ կարևոր այնտեղ առաքելություն նամանավանդ եթե հասնի ազգային ժողով։ Եվ ես կգարձեմ, որ նույնիսկ եթե as ընդրական օրենքը մեզ իքշին պիտի պատադրեք նախ փոքր հարցումը գա մեջը աս հարցումի մեջը ես կգարձեմ որ այնտեն բևերը շատ ուրիշ գործ ունի որովհետև ժողովուրդը 70% աս իշխանության չի հանդուրժել եւ չեզի փոքր հարցում ունա որ ինձ իքիշ մստագասնեք աս փոշիացումը այսօր Հայաստանի մեգու մեկ կխոսեի սա որ այն ուժերը որ կարող չեն հասնել շեմը կարող են իրենց ցաները փոխանցել այլ ուժիմը այդպես է չէ այդքան ալ իրավունքներին խնդրեմ աս երեք հարցումներ ինձ կողացնեք Ուրեմն փոշիացման մասին եւ փոխանցման մասին չկա նման բան։ Որևէ քաղաքական ուժ չի կարող փոխանցել իր քվեները որևէ մեկին։ Ինքը չի որոշում։ Եթե քաղաքական ուժը չի անցել 4%-ը, ապա այդ քվեները համամասնորեն, սա ուզում եմ շեշտել, համամասնորեն փոխանցվում է 4%-ը հաղթարած ուժերին։ Բայց բարոն Բաբյան ասի արդեն գեղձիկ չէ ինքին, ասի արդեն գեղձիկ է, արդեն աստեղ մեր գամքը հիմա ինչ ունենք, Նիկոլ Փաշինյանը ինքը 18-ից առաջ ասում էր, որ սա ընդունելի չէ, այ որտեղ սա ստացվում է, որ դու ուրիշ մեկին ես քվե տալի, բայց վերջը ձայնը գնում է ուրիշին եւ այլ, բայց ունենք այն ինչ որ ունենք, դրա համար մեր քաղաքական ուժին չէ պայքարում, որ մենք ասում ենք, որ անցումային շրջանում սահմանադրության փոփոխություն, ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին օրենսգրություն եւ անցումային շրջանը, այսինքն 1-2 տարի, որտեղ դու չես հասցնի այդ ամբողջը եւ դրանից հետո նորից արտահերտ ընտրություններ եւ այդ անցումային շրջանի ղեկավարող ուժը չպետք է մասնակցի։ Այսօր այդ մեր գաղափարները վերցրել են բոլորին դեմը, բայց անցումային շրջանը 100 օրվա է իջեցրել, առաջինը սա, եւ երկրորդը, որ հնարավոր չի, օրենքը թույլ չի տալի 100 օրում։ Հասկանում եք, երբ որ դու ընտրում ես վարչապետ, դրանից հետո 1 տարվա ընթացքում դու չես կարող վարչապետի հրաժարականի հարցը բարձրացնել։ Իսկ առավել եւս այստեղ ամբողջովին նրա վրա է հիմնված, որ չգիտես ինչու հաղթող ուժերը պետք է քվեն տան երրորդ ուժին, եւ հետո երբ որ երրորդ ուժի վարչապետը հրաժարական տա, ապա իրենք
չպետք է ներկայացնեն նոր վարչապետի տեխնացուն, եթե իրենք են մեծամասնությունը, ապա իրենք հանգիստ միշտ կարող են առավելևս օրենքը պահանջում է, որ վարչապետի հրաժարականի հետ միասին պիտի ներկայացվի նոր վարչապետի տեխնացությունը։ Հետևաբար այդպես չլինի։ Ծրագիրը իրատեսական էր այն առումով, որ այսինքն դա հնարավոր էր անել, որը իսկապես կապահովեր այնտեղ բազմաթիվ այլ փոփոխություններ կար, օրինակի համար, այսինքն փողի կիրառման սահմանափակում, որտեղ տեսեք ինչ է ստացվում։ Այսօր կուսակցություններ կա, որ մեկ շաբաթում միայն գովազդերի վրա այնքան փող են ծախսում, ինչքան մենք մի տարվա մեջ ամբողջ այդ կուսակցական գործունեության վրա։ Հիմա այո, մեր գաղափարները ճիշտ են, լավն են, ազգօգուտ են, բայց հնարավորությունների նման տարբերության դեպքում հնարավոր չէ։ Հիմա մենք ունենք սահմանափակում մի քանի 100,000 դոլար կարծեմ օրենքով, եթե դոլարի վերացենք ընտրապայքարի հիմնադրամի ծախսը, բայց այս օրենքը շրջանցում ով ոնց կարող է, միլիոններ են ծախսվել, միլիոնավոր դոլարներ, եւ իշխանությունը եւ մյուսները։ Մենք օրինապահ ենք, մենք եթե հիշում եք, մայիսի 8-ից սկսեցինք, որը օրենքով նախատեսված է։ Նիկոլ Փաշինյանը սկսեց հունվար ամսին, անվանեց դա միջկուսակցական ներկուսակցական խորհրդակցություն ու գնում էր փողոցում հանդիպում էր մարդուն, ճակերտավոր խորհրդակցում էր։ Իսկ ինքը փողոցում ոնց էր իմանում, որ այդ մարդը քաղաքացիական պայմանագրի անդամ է եւ գնում էր ներկուսակցական խորհրդակցում էր։ Դա ակնհայտ է, չէ՞ որ դա ընտրապայքար էր։ Գումարած այդ մյուս այդ փոփոխությունները այդ ամբողջ։ Ուրեմն բացատրեմ ինչ այս կոչված այս փոշիացումը օրինակների վրա, որ մարդիկ པարզ հասկանան եւ հասկանան, որ ուրճացված է դրա վտանգը։ Ես թվերով նայենք։ 32% ասենք հավաքում է Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրենք 28% հավաքում է Սամվել Կարապետյանի ուժը։ Ստական թվեր եմ ասում, չեմ ասում այս բան։ Այո, ենթադրենք ԲՎՌ հավաքում է, ասենք, մենք վատագույն տարբերակներ անում, ես ԲՎՌ օրինակն եմ բերում, որ չասեն ուրիշի վրա ինչ ես բերում, հակագովազդ է, էլի։ Ասենք ԲՎՌ հավաքում է 3%, չի անցնում 4%-ը։ Այսինքն ստացվում է, որ ԲՎՌ-ի 3%-ը դա կարողնի 36,000 քվե։ 36 կամ 33, դավես 11,000-ն է մի տոկոսի, 10 33,000 քվե։ Որ նշանակում է այս 3% 31,000-ի 1%-ը, չէ, անում է 310 քվե։ 31,000-ը բաժնած 100-ի անում է 310 քվե։ Եթե ուժեղ Հայաստանի եւ ԿՊ-ի միջև տարբերությունը 4% է, ապա այդ ձայները բաշխվելու պարագային ԿՊ-ն ստանում է ուժեղ Հայաստանից մեր ձայներից 4%, այսինքն 3 անգամ 310 անում է 1240 քվե։ 1240 քվե։ Եվ եթե 1,200,000 մարդ համասնակցում, ապա 1240 քվեն անում է 0,1%։ Հասկանալի է։ Հիմա հարց եմ ուզում տամ, արդյոք ԿՊ-ի եւ ասենք նույն ուժեղ Հայաստանի միջև տարբերությունը 0,1% լինելու է, հələ շատով եմ հաշվում, որը այսպես ասած այդ փոշիացված ձայները ազդեն վրան, չեն ազդելու, 0,1%-ը չի ազդելու, որովհետև այդ տարբերությունը լինելու առնվազն մի քանի տոկոս։ Եվ այդպես մի շարք այլ կուսակցությունների 0,1-ից 1, 0,2-ից մյուսը եւ ոտից գլուխ այդ ամբողջը որ նայեք, որտեվ դա մի քանի կուսակցության վրա է բաժանվելու, ընդհանրապես լինելու է ամենաշատը, ասենք շահ կուսակցությունը մի կես տոկոս է ստանալու ավել, ասենք առաջինը, քան մյուսները, որտեվ համամասնության մեջ իր քվեները մի քիչ ավելի շատ է գալի, բայց կրկնեմ, այդ կես տոկոսը չի որոշելու։ Հետևաբար այս խոսակցությունները բան են, կեղծ են։ Հիմա ավելին ասեմ, մեր մասնակցությունը եւ շատ քիչ են, բայց ելի մի երկու գաղափարական կուսակցական մասնակցությունը օգուտ է բերում, անգամ եթե չանցնեն 4%, բացատրեմ ինչու, որովհետեւ այդ կուսակցությունների մասնակցությունը բերում է իրենց ընտրողներին ընտրության մասնակցության, իսկ ինչքան ընտրողների թիվը շատ են, այնքան Նիկոլ Փաշինյանի արդեն հաստատագրված քվեները տոկոսային առումով քիչ են լինում, չէ՞։
Այո, Այսինքն եթե դեպի 400,000 քվեստանա, 800,000 մասնակցի դեպքում դա 50% անում, 1,200,000-ի դեպքում դա անում է 33%, չգիտեմ, 1,600,000-ի դեպքում ընդհանրապես անում է 25%։ Հետևաբար, եթե կուսակցությունը մասնակցում է եւ իր ընտրողները մասնակցում են, քվեների թիվն էլ շատանում է, ԿՊ-ի տոկոսները քաչանում է։ Հիմա ասենք բանը ոմանք կարող են ասել, որ դե կարային չմասնակցեն, բայց իրենց ընտրողները թող գնային ընտրեն ուրիշների։ Նայեք իրողությանը, եթե բևերը չեն մասնակցելու, ես օրինակ ընտրությունների չէի գնալու։ Ես վստահ եմ, բևերի ընտրողների առնվազն կեսը, եթե մենք պայմանական ասած 33,000 հաշվեցինք, թեև ես վստահ եմ, որ շատ ավելին է 50,000-ից ավել հավաքելու, 33,000-ից 17,000-ը 50%-ը չէր մասնակցելու։ 17,000 արդեն 1,5%-ը համարյա գալիս։ Ուրեմն 1,5%-ի պակասումը ընդհանուր ընտրողների ավելի վատ է այդ ընտրությունների ելքի համար կամ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանի համար, քան ասենք այդ այսպես կոչված փոշիացող ձայները։ Սա ինչ է։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծ քարոզչություն է, որպեսզի մարդիկ մտածեն, որ իրենց կուսակցությունը, չի, ասենք նույն բևեր, չգիտեմ, մյուսը աններ չտան բացի բևերից, չի անցնելու, դե որ չի անցնելու, ես չեմ գնա քվե չեմ տա որևէ մեկին։ Քվե չեմ տա որևէ մեկին, ընտրողների թիվը ցածր կլինի, հետևաբար իրենց անգամ քիչ կեղծիքը, ենթադրենք, եթե իրենք 20,000 են կեղծել, բնականաբար 20,000-ը փոքր թվի մեջ ավելի մեծ տոկոս է, քան մեծ թվի մեջ։ Հետևաբար ինչքան մասնակցությունը քիչ, այնքան իրանց օգուտ։ Դրա համար ես կոչ եմ անում, առաջին հերթին գնացեք, մի զլացեք, մի տրվեք ուրիշների խափուսիկ, չգիտեմ, քարոզչությանը, մասնակցեք առաջին հերթին ընտրությանը, առաջին հերթին մասնակցեք ընտրությանը, սա ամենակարևորն է։ Եվ երկրորդ հերթին ձեր քվեն տվեք, այո, ազգային ժողովրդական, որովհետև այս են կուսակցությունն է, որը եւ գործով, եւ խոսքով, եւ իր ճակատագրով հալածանքների ենթարկվելով եւ այլն հավատարիմ է մնացել, որովհետեւ շատ նորաթող ուժեր կան, որ ոչինչ չեն արել եւ ոչ մի կարողություն չունեն, սարեր են խոստանում, մեծ խոսում են։ Եղբայր, այսօր 200 հոգյանոց մի հատ ցույց չես արել, որ մենք քեզ փողոցում տեսնենք, որ դու 200 հետևորդ ունես, բայց դուք խոսում եք արդեն երկրորդ տեղ գրավել։ Ինչ է սա խոսում, ես ասեմ ձեզ, որտեղ սրանք իշխանության կողմից ստեղծված կուսակցություններ են, այս կեղծ քարոզչությունը արվում է, որ իրենք շատ ձայներ ունեն, տեսեք ինչ, որpիսի երբ որ կեղծվեն իրանց ձայները շատ գրվեն ձայները, չլինի, ասեն դե տեսեք, դե միշտեղ դրա մասին խոսվել է, միշտեղ հարցումները ցույց են տալիս, որ իրանց ցուցանիշները շատ է, բայց երբ որ ասում ես դե լավ, մի հատ 30 հոգով իրար հետ նկարվեք, խմբակային նկար դրեք, տենանք 30 հոգի մարդկանք, այդ չունեն։ Բայց ելի եմ կրկնում, սա նախապատրաստում է հերթական խաբեությունը եւ կեղծումը, այս որպես կանոն նման կուսակցությունները հանդես են գալիս, կրկնօրինակում են, մասնավորապես բևերի կամ այլոց, ոչ միայն ծրագրերը, այլ նաև բառապաշարը եւ այլն, իրենք երկու խնդիր են լուծում։ Մեկը ընդդիմադիր ուժերի ձայների մի մասը իրանց վրա են քաշում տանում, որպեսզի հավանականությունը, օրինակ, եթե բևերի դաշտում սկսում են ինչ որ ազգային գաղափարներից խոսալ, բնականաբար դա մեր ընտրողին տանելն է։ Եվ եթե նոր բան ասեն, հարց չկա, նոր բան չեն ասում, կրկնում են նույնը։ Ուրեմն այդ մի խնդիրն է։ Եվ երկրորդ խնդիրն է, երբ որ իրանք մտնեն խորհրդարան, եթե մտնեն, այսինքն եթե իշխանությունը իրանց մտցնի խորհրդարան, վստահ եղեք, ինչ ուզում է խոսան, վերջը գնալու են, ասելու են դե ճիշտ է Նիկոլ Փաշինյանն իրավիճակա փոխվել, միանան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր ազգակործան գործունեությունը, իրանք էլ ստանան իրանց բանը, աթոռն ու աշխատավարձն ու գործողումները ու այլն։ Իդեպ ասեմ, թող պարզ լինի շատերը գիտեն, անձամբ ես չկամ այդ ցուցակների մեջ, երբեք չեմ եղել եւ երբեք պաշտոն չեմ կարող ստանալ։ Հետեւաբար որևէ մեկի մտքով չանցնի ինձ մեղադրել ասել,
աթոռակրիվա կամ էսա կամ էլա։ Բաբյան իմ հաջորդ հարցում ես քուշագեցիկ։ Իմ հաջորդ զարմանալիորեն իմ հաջորդ հարցում ես։ Վաղը ցեզ ուղարկեմ այն հոդվածը որտեղի առավոտում։ Այսօր մենք դաղմին 9 րոպե էսկուզիա որ ժամանակ ավելի ունենանք։ Բարոն Բաբյանի հետ էսկուզիա որ 300 ժամ ունեն դա ինձ զումը։ Այսօր Բարոն Հայրիկյանը, որպես շիշտեմ որ ես բևերին ռեկլամ գրեմ։ Բարոն Հայրիկյանին մեզ անգախուճան գերդիչ։ Բարոն Բաբյանին մեզ այդքան ուժեղ դիվանագետը ուզես կամ չուզես համացանես կամ որևէ արտար մարդ պիտի ընդունի որ Բարոն Բաբյանը 30 տարվա մեն ամենեն փայլուն դիվանագետները մեկն է։ Դուք Հայկ Մարտիրոսյանը գրնալար որ շատերը իրեն համացան չեն, բայց Մարտը Սորբոն ավարտած շատ խելացի անց։ Բարոն Սեֆիլյանին նման զինվորական հերոսը այսօր։ Եվ կան սպիրկի մեջ է նաև բարոն Սասունյաններ, ջեներալ Նարիկ Աբրամյան։ Դուք անստանից ասկային ժողովրդական բևեր ամեն ինչը 10 հարցեն դժուժած եք, որտեղ խորհրդի անդամներն երկուն նվազագույն երկուն արդեն զրկված են։ Եթե դուք կամ բարոն Սեֆիլյանը ցանկի մեջ լայք, շատ ավելի գիտեք, ծեր անունը գաստ է, ես չեմ ուզեր երասարտներուն բանին վարգեն ինչեսնես, սակայն այսօր Բաբյան կամ Սեֆիլյան մի էտելա, ժողովուրդը այդ անունները ցայն գավելցն է։ Սպիրկին մեջ իմ նմանները չեն կարող առաջադրվել երբեք։ Թուրքեն չեն գնալ քվեարկել։ Ինչքան որ գիտեմ, ասկային ժողովրդական բևարը ունի ձելակիրը որպեսի թուրքեն կարող են առաջադրվել եւ երևակայեցեք որ բոլոր հայերը որ Հայաստան ակուքան չեն կարող քվեարկել։ Ինչ ձելակիր ունի ասկային ժողովրդական բևերը, այս օջամ ունին 7 րոպե։ Քվեարկել կարող են։ Չէ, եթե դուք եկան բարոն Բաբյան հազարավոր սպիրկեն եկան չեն կարող քվեարկել որտեղ հաստատ բնակության բանջին ասի աննորմալ ունենք է։ Հա, դե բնակության այդ գրանցման հարցը նա է, որ մեկի պիտի, չէ, բայց դա գոնե լուծում ունի։ Ծանոթներից մեկի բնակարանի վրա գրանցվում ես, դա իրենց որևէ իրավունք չի տալիս սեփականության եւ ընտրություններից հետո ինքնստինքյան այդ գրանցումը չեղարկվում է։ Այդ գրանցումը ինչի է արած։ Այդ գրանցումը միշտ իշխանությունները օգտագործել են, ասենք, նույն ասենք Ջավախքում բազմաթիվ հայաստանյան անձնագիր ունեցող անձին կա բերել են գրանցել են Գյումրի եւ այլուր ընտրությունների համար այդ մասնակցել են եւ այլն։ Չէ, խնդիրը մենք ավելի նայում ենք Հայաստան սփյուռք մերձեցման տեսանկյունից, որը խիստ կարևոր է, ինչպես նաև Հայաստանի շահի տեսանկյունից։ Շատ կներեք որ այն նադեմ, շատ կներեք միակ ուժը որ տաշնակցության հնչակյան բուսաբուսերեն զատվոր Թուրքիա ներկայություն եւ շատ հստակ ասկային ժողովրդական բևերն է, այսինքն միակ ուժը որ Թուրքիա ներկայությունի բացի հասարակ բուսաբուսերեն հնչակյան տաշնակցական, անի ասկային ժողովրդական բևերն է, հնամեցեք։ Այո, դաշնակցությունը ինքը ավելի շատ ի վերջո սփյուռքի կուսակցություն էր, միայն 91-ից հետո, ասես կոչած բացահայտվեց Հայաստանում, վերադարձավ Հայաստան, նույն այսքան մյուս դասական կուսակցություններ, հնչակյան եւ ռամկավար եւ այլն։ Մեր մոտ հակառակն է, կուսակցությունը ստեղծվել է Հայաստանում, սկզբից որպես հարթակ, հետո որպես բևեր եւ հետո իր համախոհներն դրսում։ Եվ բայց տեսեք խնդիրը ինչ է։ Դրսում մենք ունենք բազմաթիվ համախոհներ, լավ պրոֆեսիոնալներ, ազգանվեր մարդիկ, որոնք գնացել են տարբեր պատճառով, հայաստանցիներ, ոչ հայաստանցիներ, ապրել են 10, 20, 30 տարի դրսում, պատրաստ են վերադառնալ Հայաստան, շատերը վերադարձել են Հայաստան, բայց բնականաբար ապրելու մեջ երկրներում իրենք քաղաքացիություն են ձեռք բերել, առանց քաղաքացիություն չէին կարա։ Հիմա այդ մարդկանց մենք չենք կարող անգամ ցուցակի մեջ ներառնել, որ падգամավոր լինի կամ գոնե ընտրապայքարին պաշտոնապես մասնակցի, որտեղ այդ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Սա արտահայտության ավազե Սերժ Սարգսյանի սահմանադրությունն էր, բայց Նիկոլ Փաշինյանը դուրս շատ է եկել։ Հիմա բա մենք ո՞նց ենք Հայաստան սփյուռք իսկապես մերձեցում անում, ասում ենք Սփյուռքը ունի պոտենցիալ, այդ պոտենցիալը ո՞նց ենք ներգրավելու, այդ մարդկանց պաշտոնապես չենք ներգրավելու, այսինքն միայն կողքից նայող խորհուրդ տվող, հիմա ասում են թող իրենք հրաժարվեն իրենց այդ քաղաքացիությունից, ո՞նց հրաժարվեն։ Մարդիկ թոշակ են ստանում։ Եվ իրենց միակ ապրուստն է հաճախ այդ թոշակը։ Մարդիկ հազար տեսակի սեփականության եւ այլ թղթեր ու բաներ կա, որ եթե հրաժարվեն, չեն կարող ունենալ։ Մյուսը նա է, որ գնալով դժվարանում է նաև ճամփորդելու խնդիրը վիզաներու, այսինքն այդ հարցը եւ երրորդը իսկ ինչի համար։ Այսինքն այդ երկրորդ քաղաքացիություն ձեզ ինչ է խանգարում։ Մարդ 2, 3, 5 ունենա, ինչ է խանգարում։ Կարևորը եթե ինք ունի Հայաստանի քաղաքացիություն, այո, ես կարող եմ ընդունել, որ ասեն մինչև
ընտրացուցակի մեջ ներառելը պիտի առնվազն մի տարի Հայաստան ապրի։ Համաձայն եմ, որ այսինքն չլինի, որ ասեն, գիտեք, Խոպան եկավ Հայաստան ընտրությունների մասնակցեց գնաց։ Մի տարի Հայաստան ապրի, որ ներքնապես իմանա։ Մենք Հայաստանում ունենք մարդիկ, որ 20 տարի ապրում են Հայաստանում, նվիրված Հայաստանի համար 1000 տեսակ գործ են անում, բայց քանի որ օրինակ Բեյրութից են եկել ունեն լիբանանյան անձնագիր, չեն կարող ներգրավել։ Հիմա ուրիշ հարց է, շատ երկրներում ես Լիբանան չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ երկրներում դու չես կարող քո քաղաքացիությունից հրաժարվես։ Դա շատ բարդ գործընթաց է, երկրներ կա, որ 100 հազարավոր դոլարների հետ է կապված եւ այլն։ Չեմ ասում նաեւ ինչի մարդիկ չեն ուզում այդ իրանց ի վերջո իրենց ինքնության մասն է, չէ՞։ Ինչի պիտի Լիբանանահայը հրաժարվի լիբանանյան քաղաքացիությունից, եթե իր հայրենիքի մի մասն է, գոնե իր ծննդավայրն է, այդ թողեք թող ունենա։ Այդ կեղծուրերը իբր երկու անձնագիր ունեցողը ավելի հավանական է, որ չգիտեմ, օտար երկա գործական ու լրտես է, լուրջ եք ասում։ Այսինքն լրտես լինելու համար անձնագիրն է, հա, պետք է առանց անձնագիրի չեն կարող բանալ, անհեթեթություն է։ Հետո կա վիճակագրություն նման փաստերով չի ամրապնդում, այսինքն որ անհետեթություն է այդ ամբողջը։ Սա պարզապես ասեմ ինչ էր։ Սա նաև զուգորդված այն հանգամանքի հետ, որ ընտրատեղամասեր կարող են բացվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ դուրս թողնվեցին անգամ դեսպանատերներն ու հյուպատոսարանները, առաջ այդտեղ գոնորպես Հայաստանի Հանրապետության տարածք բացվում։ Ինչու՞, որտեղ սփյուռքը միշտ քվեարկել է ընդդիմադիր օրների օգտին մեծ մասամբ, որpիսի այդ ընդդիմադիր դաշտը սահմանափակեն, նման փոփոխություն մտցրեցին սահմանադրության մեջ։ Իսկ ինչի է սփյուռքը ավելի ընդդիմադիր, շատ բարձ պատճառով։ Սփյուռքի վրա ճնշում բանեցնելն ավելի դժվար է։ Դու չես կարող ասել, ես քո տղուն գործից կհանեմ, եթե դու իմ օգտին չքվեարկես, որտեվ իր տղան Լոնդոնում կամ Լոս Անջելեսում գործի է եւ թքած ունի քո սպառնալիքների վրա։ Իսկ այստեղ մարդիկ վախենում են, եթե անգամ իշխանություն դա չի կարող արել, միևնույն է, մարդկանց մեջ այդ վախը նստած է։ Հիմա ամփոփեմ արդեն քիչ անգամ։ Մենք ոչ միայն վերականգնելու ենք այդ ընտրության, որ ընտրվելը միանշանակ Հայաստանի բոլոր քաղաքացիները անկախ քանի անձնագիր ունեն, պիտի ընտրվելու իրավունք ունենան։ Որոշակի պայմաններ, միգուցե մի տարի ապրելու պարագայում։ Մյուսը նա է, որ մենք ընտրական իրավունքը եւս պիտի ընդլայնենք, այդ էլ որ որոշակի պայմանների, մասնավորապես որոշակի հարկի վճարման, որտեվ իրավունքը նաեւ այդ հարկերից է գալիս։ Ասենք, եթե մարդը վճարում է Հայաստանում ֆիզիկական անձի հարկի չափ, ուրեմն ինքը աշխարհի ցանկացած դուրան չես կարող, դու բան չես անում Հայաստանի համար։ Ինքը կասի ես հավասարապես մուծվում եմ, ոնց որ Հայաստանում ապրողները, ինքը առցանց ստանում է հատուկ ասենք QR կոդ, որով ինքը կարողանում է մտնի եւ առցանց քվեարկի, որտեղ ներկայումս անգամ այդ ընտրատեղամասերը դեսպանատներում եւ ասեմ բավարար չի, ասենք Ամերիկայում ասենք դա 2 տեղ է, Ռուսաստանում մի քանի տեղ, բայց մարդիկ հարյուրավոր կիլոմետր չեն գնալու։ Ընդհանրապես պետքա ժամանակակից տեխնոլոգիաները ավելի կիրառել նաեւ այս ընտրապայքարում, ապահովելով դրանց անվտանգությունը։ Այո։ Բառնաբար Արոբաբյան ունի մեկ րոպե, դուք ներկայ եղած եք, դիպազով նկատեցի, որ դուք ներկայ եղած եք Հնչակյան Ռավիրա Ստեփան Սաբախուլյանի պատասխանատու գիրքը։ Ասիկ պատմությունը ինձ չգրտներ, մեկ րոպե ունի գործեմ անհատին Սաբախուլյանը Հնչակյան ղեկավար սկսածուց մարդիկ հեքնեցին։ Այսօր Արոբաբյանը եւ Ֆևերեգը սկսածն մարդիկ կեկնեն, ունի մեկ րոպե, ինչ կուզեք ասել արումով, խնդրեմ։ Ես կուզեմ ասել, որ մեր ժողովուրդը եւ դապես ավելի ուշադրություն դարձնի ոչ թե մեծամասնության կարծիքին, որտեղ շատ հաճախ պատմականորեն ապացուցվել է, որ հաճախ փոքրամասնությունն է ճիշտ լինում։ Եվ անպայման եւ ժողովրդական հիմքը ոչ թե մեծամասնության կարծիքը հաշվի առնել, դա ինքնստինքյան է, նաեւ փոքրամասնության։ Այսա կոչ կանեն, որ եթե լսեք Սապահուլյանի ժամանակին լսեք, այսօր մարդիկ կա, իմ անունը չեմ տալի, բայց ես էլ որոշակի ներդրում ունեմ, հաստատ ավելի լավ կլինի եւ բազմաթիվ իմ զգուշացումները կան նախկինից 14-ից 16-ին, որ ես հաճախ ցավով սրտի ճիշտ դուրս եկա, որովհետեւ ես կանխատեսում էի բավականին մեծ աղետներ եւ չեղան, այ հիմա էլ լսեք ազգային ժողովրդական բևեռին, անկախ նրանից ինչ քվե է հավաքում, որովհետեւ կրկնում եմ քվեներով չի որոշում ճշմարտությունը որոշում է թե նայեք անցյալը ով է կարողացել ճիշտ կանխատեսել եւ ճիշտ քաղաքականություն իրականացնել։ Պարոն Բաբյան, մենք իրագորը ձեզի պիտի շնորհավորենք, որտեղ անպայման TV հաղթանակի նախորդ պիտի շնորհավորենք, պիտի որ դիախտենք։ Իրակի արդյունքները դեռ բարձ չի լինի։ Կվարգեք համառուտին։ Շնորհակալություն պարոն Բաբյան։
Քվեարկեք համառութին աստղային ժողովրդական բևերին։ Հաջողություն ցես։ Մանավեշ շնորհակալություն։